Կնշեք, որ դեպքում են օգտագործում մետաղական կոնստրուկցիայով ձայնամեկուսացումը և որ դեպքում են օգտագործում ոչ մետաղական կոնստրուկցիայով ձայնամեկուսացումը։ Մետաղական կոնստրուկցիայով ձայնամեկուսացումը օգտագործում են այն պարագայում, երբ որ պատերը անհարթ են և խոսքը գնում է ավելի խորը ձայնամեկուսացման էֆեկտ ստանալու մասին։ Առանց մետաղական կոնստրուկցիաների հնարավոր է ձայնամեկուսացում անել, ձեր ունեցած ձայնամեկուսացման վրա ավելացնել մինչև 15 դեցիբել ձայնամեկուսացում։ Իսկ մետաղական կոնստրուկցիաներովի դեպքում կարող է ավելացվել մինչև 20, 23, 24 դեցիբել ձայնամեկուսացում և մետաղական կոնստրուկցիայով ձայնամեկուսացումներում ձայնամեկուսացման տվյալը ուղղորդել կոնկրետ հաճախականությունների վրա, առավել ևս ցածր հաճախականությունների վրա։ Ոչ մետաղականի դեպքում դա շատ ավելի դժվար պրոցես է։